Компании «Ташир». Все грани бизнеса. Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պահանջները նույնն են՝ աշխատանք ու աշխատավարձ։ Անսովոր հանդիպում մարզպետի աշխատասենյակում Նալբանդյանը ընդունել է աշակերտներին, քննարկվել են ոչ ավել ոչ պակաս մաքսային միությանը անդամակցելու հետ կապված հարցեր։ Հանգանակության կոչ հրդեհից տուժածների խնդիրներին լուծում տալու համար, որքանով են իրենց աշխատանքային իրավունքներին տեղյակ Լոռու մարզի Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքներում, և Լոռու մարզ կենտրոնում մեկնարկել է բասկետբոլի Լոռու մարզային առաջնությունը։ Դուք դիտում եք Մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը մարզային ֆորտունա հեռուստաընկերության եթերում, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պահանջները նույնն են՝ աշխատանք ու աշխատավարձ։ Հիշեցնենք, որ քիմգործարանի հաշիվները սառեցված են գազի և էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով։ Գործարանը նաև հարկեր ունի վճարելու, աշխատավարձի հիմնական մասը, աշխատողների հիմնական մասը հարկադիր պարապուրտի մեջ են և ունեն չստացած մի քանի ամիսների աշխատավարձ։ Այսօրվա ցույցի մանրամասները տեսանյութում են։ Վանաձորի քիմգործարանի աշխատակիցների նախորդ բողոքի ակցիայից անցել է 12 օր, ընդմիջումը երկար չտևեց։ Քիմիագործներն այսօր կրկին հավաքվել էին գործարանի առջև, պահանջում էին աշխատանք ու աշխատավարձ։ Գործարանի տնօրենը ընդունեց ցուցարարներից մի քանիսին, հանդիպումը տևեց մոտ 20 րոպե։ Վաղը եթե չերնի, մյուս օրը խոստանում եմ մի ամսվա աշխատավարձ տան, դե մի որ ամսանը կլի, օգոստոս կլի, սեպտեմբեր կլի, չեմ կարող ասել, մեկ է դեկտեմբերի 20-25-ը մինչև ամսվա նոր տարվա շեմին։ Երկու հատ խոստանում ենք տան, եթե չելի մեկը հաստատ կլի։ Տնօրենի պատասխանը ցուցարարներին չի գոհացրել։ 4 ամիս անց էլա 40,000-ի վրա դառել է 4000 դրամ այդ գումարը։ Էլ ինչի՞ սա պետք է։ Վերջին աշխատավարձը քիմիական գործարանի աշխատակիցները ստացել էին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպելուց հետո։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Անսովոր հանդիպում մարզպետի աշխատասենյակում Արթուր Նալբանդյանը ընդունել է աշակերտներին, քննարկվել են ոչ ավել ոչ պակաս մաքսային միությանը անդամակցելու հետ կապված հարցեր։ Անահիտ Կարապետյանն է լսել դպրոցականներին հուզող հարցերն ու դրանց հետ կապված մարզպետի պատասխանը։ Ջինիշյան հիմնադրամի կողմից կազմակերպվող բանավեճին մասնակցելու համար Վանաձորի 13-րդ ավագ դպրոցի աշակերտներն իրենց անհանգստացնող հարցերի պատասխաններ ստանալու համար հյուրընկալվեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին։ Բանավեճի ակումբի երեխաներին մարզպետի աշխատասենյակ բերել էր Հայաստանի Հանրապետության մաքսային միությանն անդամագրվելու շահավետության և դրա հետ կապված մի շարք հարցեր։ Եվրամիություն թե մաքսային միություն, տնտեսական ու քաղաքական շահեր, ազգային արժեքներ ու անվտանգության հարցեր։ Սրանք այն հարցերն են, որոնք առանձնացրել էին մարզպետի հյուրերը։ Չի ուշանում նաև Արթուր Նալբանդյանի պատասխանները։ Առևտրի գոտի մտնելով բոլորս հասկանում ենք, որ բոլոր գերտերություններին, այդ թվում Ռուսաստան և Եվրոպական միություն, պետք է իրենց աշխարհագրությունը մեծացնել։ Հնարավորինս աշխարհագրությունը մեծացնել, որովհետև շատ լավ գիտակցում են, որ այսօրվա վիճակով միայնակ տնտեսությունը զարգանալ չի կարող։ Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցել այդ միություններից որևէ մեկի հետ։ Բնականաբար 21-րդ դարում աշխարհը այնքան արագ է զարգանում, եւ մենք կողմնորոշվենք, ինչ ենք ուզում։ Այս առումով, որպեսզի մեր տնտեսությունը, այսօրվա տնտեսությունների վիճակը լինի զարգանա, մենք ընտրում ենք Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը մեզ համար, Ռուսաստան, Բելառուսիա եւ Ղազախստան, դրանք այն շուկաները կլինեն մեզ համար, որոնք մենք ի վիճակի ենք, որտեղ մեր ապրանքները վաճառեն։ Մարզպետի հետ հանդիպումից ոգևորված էին թե երեխաները, թե 13-րդ դպրոցի փոխտնօրենը իրենց ունեցած տպավորություններով կիսվեցին մեզ հետ։ Նախապատրաստված հարցեր կային, բայց եթե դուք ընթացքում զգացիք մարզպետի պատասխաններից ելներով էլ մեր երեխաները հենց տեղում հարցեր միանգամից հարցադրումներ արեցին մարզպետին, ով կարողացավ լիարժեք բավարար պատասխան տալ մեզ, որը կրկնում եմ կօգնի մեզ ընթացքում մեր աշխատանքները ավելի լավ համակարգելու և բանավեճելու։ Զալինյան Մելանյան շատ հարցեր ուներ, հարցերի հարցը մաքսային միությանը անդամագրվելու պարագայում Հայաստանի Հանրապետության անկախությանն էր վերաբերվում։ Կունենանք անկախ երկիր, թե ոչ։ Մարզպետի պատասխանից հետո Մելանյան, ինչպես ինքն է ասում, գոհ է։ Շատ շնորհակալ եմ եւ բավարար պատասխանն ինձ տվեց։ Մեզ շատ սիրով ընդունեցին եւ ջերմ պատասխանեցին մեր բոլոր հարցերին։
Արթուր Նալբանդյանը հանդիպման ավարտին գոհունակություն հայտնեց այն առումով, որ գովելի է այս տարիքում երեխաների ուշադրությունը նման հարցերի հետ կապված եւ պատրաստակամություն հայտնեց, որ ցանկացած հարցի մասին կարող է խոսել եւ քննարկել դրանք նոր սենդի ներկայացուցիչների հետ։ Ու ինչպես Նալբանդյանն է ասում, միայն դուք չեք սովորում կամ բաներ, որոնք էլ ես եմ ձեզնից սովորում։ Այս երեխաները մաքսային միության հետ կապված ուզող հարցերի պատասխաններն արդեն ունեն։ Մնում է պատրաստվել դեկտեմբերի 9-ին կանալիք միջդպրոցական բանավեճին։ Անահիտ Կարպետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Այժմ մեկ հայտարարություն հանգանակության կոչ հրդեհից տուժածների խնդիրներին լուծում տալու համար։ Վանաձորի համայնքային ակտիվ խումբը կազմակերպում է համաքաղաքային հանգանակություն Լոռու մարզի Գուգարք համայնքում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով անօթևան մնացած 6 ընտանիքների խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով։ Հանգանակությունը տեղի կունենա Վանաձորի Կերպարվեստի թանգարանում դեկտեմբերի 12-ին ժամը 10-ից մինչև 16-ը։ Տեղեկատու հեռախոսահամար 0322 4 03 29։ Շարունակում ենք թողարկումը, որքանով են իրենց աշխատանքային իրավունքներին տեղյակ Լոռու մարզի Մեծ Պառնի եւ Շիրակամուտ համայնքներում։ Այս թեմայով անցկացված սեմինարների մանրամասները գիտի Գոհար Մովսիսյանը։ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքն է, որտեղ անցկացվեց «Իմ աշխատանքն իմ իրավունքն է» խորագիրը կրող սեմինար քննարկում։ Նման օրինակ սեմինար անցկացվեց նաև Շիրակամուտ համայնքի դպրոցում, որին մասնակցեցին դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը, ինչպես նաև համայնքի մանկապարտեզի աշխատակիցները։ Սեմինարի նպատակի մասին խոսեց ծրագրի Սպիտակ քաղաքի մասնակից Գրետա Բաղրամյանը։ Ծրագրի նպատակն է աշխատանքի իրավունքի իրազեկումը քաղաքացիների շրջանում։ Տվյալ պարագայում ընտրել են գյուղական համայնքները որպես թիրախային խումբ, քանի որ ըստ մեզ հասած հետազոտությունների տվյալների, տվյալ խմբերում իրազեկվածությունը ավելի ցածր մակարդակում է գտնվում։ Սեմինարն անցկացվեց ակտիվ հարցուպատասխանի միջոցով, քննարկման թեման էր մարդու աշխատանքային իրավունքները։ Մասնակիցները սեմինարի ընթացքում ստացան իրենց ուզող հարցերի պատասխանները, ավելի մանրամասնորեն ծանոթացան, թե որոնք են աշխատանքային իրավունքները Հայաստանի Հանրապետությունում եւ որքանով են դրանք պաշտպանված, ովքեր կարող են լինել աշխատողներ, ով կարող է լինել գործատու եւ այլն։ Սեմինարի ընթացքում կարևորվեց նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նշանակությունը, ինչպես նաեւ թե ինչ կարելի է անել եւ ում դիմել, երբ ոտնահարվում են օրենսդրությամբ սահմանված աշխատանքային իրավունքները։ Իսկ նման խնդիրներից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ քաջատեղյակ լինել սեփական իրավունքներից եւ պարտականություններից։ Այս ամենի իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն էլ ուղղված էր սեմինարի կազմակերպումը։ Իրենց աշխատանքում ինչպես պետք է իրենց դրսևորեն իրենց պարտականությունները, իրենց պարտավորվածությունը եւ Հայաստանի Հանրապետությունում պետք է ամեն մարդ տեղեկացած լինի այդպիսի իրենց իրավունքները պաշտպանող ոնց պաշտպանված լինի իրենց իրավունքները։ Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու եւ որպես թիրախ ընտրվել են մարզի մեծ ու փոքր մի շարք գյուղական համայնքներ։ Գոհար Մովսիսյան, Արեն Ոսկանյան, Մոլորակ, Մեծ Պառնին, Շիրակամուտ։ Հիմա մեկ մարզական լուր Լոռու մարզ կենտրոնում մեկնարկել է բասկետբոլի Լոռու մարզային առաջնությունը, տոնական օրվա մանրամասները տեսանյութում են։ Լոռու մարզում տարբեր մարզաձևերի զարգացման նպատակով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, այսօր էլ Լոռիում մարզական տոներ։ Լոռու մարզպետարանի ու կենտրոն համալիր մարզադպրոցի նախաձեռնությամբ տրվեց բասկետբոլի Լոռու մարզային առաջնության մեկնարկը։ Այս մրցումները նվիրված են 88-ի երկրաշարժի տարելիցին։ Առաջնությանը մասնակցում են Լոռու մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից թիմեր։ Այս առաջնությունը աչքի է ընկնում այնքանով, որ մասնակցում են նաև գյուղական համայնքների բասկետբոլի թիմեր, ինչպիսին են Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն համայնքի բասկետբոլի թիմը եւ Գուգարք համայնքի բասկետբոլի թիմը։ Առաջնության հանդիսավոր բացմանը հանդիսավոր հարթակ են գալիս լոռեցի բասկետբոլիստները։ Բոլորի ցանկությունը մեկն է տանել թիմային հաղթանակ եւ նվաճել մարզում լավագույնի տիտղոսը։ Երեխաները շատ մեծ, պատանիները շատ մեծ ուրախությամբ, մեծ ոգևորությամբ պատրաստ են մրցակցելու միմյանց հետ
եւ առաջնությունը կանցնի հետարքիր լարված մրցապայքարում։ Վերջնական արդյունքների համար պետք է պայքարեն բոլորը, ով կհաղթի կիմանանք արդեն դեկտեմբերի 8-ին, առաջիկա 3 օրերը թեժ պայքարի օրեր են, մարզի բասկետբոլիստների ջանքերը ուղղված են մարզպետի գավաթը նվաճելուն։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Մեկ լուր միջազգային լրահոսից Էստոնիայում ռոբոտ-կրիա են ստեղծել, Տալինի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները մշակել են ստորջրյա ռոբոտ-կրիա հետազոտելու նպատակով խորտակված նավերը։ Այն շարժվում է 4 պլաստիկ լողաթաղանթների միջոցով, իսկ դրա վրա տեղադրված տեսախցիկը գիտնականներին թույլ է տալիս ղեկավարել ռոբոտն առանց վիզուալ կոնտակտի։ Ռոբոտը էլեկտրամալուխի կարիք չունի ապահովելու դրա էլեկտրասնուցումն ու տվյալների փոխանցումը։ Այն կարող է աշխատել ցանկացած խորությունում եւ իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ կիրառական խնդիրներ։ Թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Երկար սպասված անակնկալը լյուքս մասնագիտացված խանութներից։ Դիմավորեք նորաբաց կենցաղային տեխնիկայի բաժին։ Գնեք բարձրակարգ տեխնիկա լավագույն արտադրողներից։ Գործում է ապարիկ վաճառք տեղում, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ Լյուքս մասնագիտացված խանութները պահպանելով բոլոր նախկին ակցիաները եւ զեղչերը, առաջարկում է ավելին։ Գներով համակարգիչ, հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա, ստացեք արժեքավոր նվերներ ձեր ընտրությամբ։ Կատարեք շահավետ գնումներ, քանզի գները մեզ մոտ սակարկվում են։ Այցելեք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեին գործող առևտրի կենտրոն, առաջին հարկ։ Լյուքս մասնագիտացված խանութ։ Սպասեք նոր անակնկալների։ Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության գործընկերն է Lux Computers է։ Հիմա ներկայացնեմ կանխատեսումները։ Հանրապետության տարածքում սպասվում է արևային առանց ստեղումների, սակայն սաստիկ ցուրտ եղանակ, օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի մոտ 8 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում շատ ավելի կտրուկ 12-ից 14 աստիճանով։ Ուշադրություն հնարավոր է քամի 20 մետր/վայրկյան արագությամբ, լեռնային շրջաններում բուք ու ցածր տեսանելիություն։ Տեղումներին հետևող սառնամանիքի հետևանքով հավանական է մերկասառույց։ Սաստիկ ցուրտ եղանակը կտևի դեկտեմբերի 5-ից 6-ը ներառյալ 7-ին հնարավոր է մի փոքր տաքանա։ Այս օրերին կլինի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ, հարավային հատվածում թերևս տեղ-տեղ հնարավոր է ձյուն։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 16 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան ցուրտ։ Տաշիրում սպասվում է գիշերը 10 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան ցուրտ։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 7 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան ցուրտ։ Սպիտակում կդիտվի գիշերը 11 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան ցուրտ։ Ստեփանավարում կլինի գիշերը 10, ցերեկը 1 աստիճան ցուրտ, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 13, ցերեկը 1 աստիճան ցուրտ։ Երևանում կդիտվի պարզ արևային, բայց սաստիկ ցուրտ եղանակ, հնարավոր է քամի, մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև 4 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից շփոթեցեք հաճախ ցտեսություն։